Ողջույն բոլորին, սկսում ենք ֆինանսական բանականության 18-րդ էպիզոդը։ ՊԵԿ-ը հրապարակել է 2025 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը եւ այսօր կպարզենք, թե ոնց է մեր 1000 ամենախոշոր բիզնեսների գործերը։ Միջով ասենք 1000 խոշոր բիզնեսների գործերը, մի հատ ասենք, թե ընդհանուր պետական մուտքերի, հարկային մուտքերի գործերը ոնց են։ Նախ ի սկզբանե պլանավորածից ավելի շատ են հավաքել գումար, այդտենց զարմանալի է մի քիչ, հաճելի երևի։ Ընդհանուր հավաքվել է 2 տրիլիոն 725 միլիարդ դրամի չափ հարկ, ինչը մոտավորապես 14%-ով ավելի շատ է, քան նախորդ տարի։ Դրա մեջ 1 տրիլիոն 946 միլիարդը վճարել են 1000 խոշոր հարկատուները, որը կազմում է 71.4%-ը ընդհանուր հարկերի։ Ինչը նշանակում է մեր տնտեսությունը մնում այլ գերկենտրոնացած ու 1000 խոշոր հարկատուները ունեն էական դեր ու ազդեցություն։ Մենք հիմա ավելի մանրամասն կուսումնասիրենք այս 1000 խոշոր հարկատուների ցանկը տարբեր կողմերից, դուք բաժանորդագրվեք եւ հետևեք ֆինանսական բանականությանը, գնացինք։ Եվ այսպես 1000 խոշոր հարկատուների ցանկը նախ մի հատ հասկանանք կառուցվածքը ինչը դա իրենից ներկայացնում, որովհետև այստեղ հարկերի մասով որոշակի նրբություններ կա, որ պետք է հաշվի առնել։ Օրինակ, ես տալիս եմ հարկ, եկամտային հարկ, բայց իմ գործատուն կարող է դրա հաշվին հայտնվել 1000 խոշոր հարկատուի ցանկում, ճիշտ է։ Ճիշտ է, որտեղ քո գործատունը հարկային գործակալը ինքնա քո հարկերը հավաքում քեզանից պահում տալիս, բայց միևնույն ժամանակ ինքնա ստեղծեն աշխատատեղը, որ դու այդ հարկը վճարես, դրա համար երևի թե ազնիվ է։ Արին բան անենք, նայենք թե ընդհանուր այդ մեր հավաքագրած 1000 խոշոր հարկատուներից հարկերը ինչ կառուցվածք ունեն, տենց ոնց որ մակրո մակարդակից սկսենք, հետո գնանք առանձին ոլորտ։ Ուրեմն շահութ հարկը ընդհանուր գումարի 15.4%-ն է կազմում, նախորդ տարի 14.3%-ն է եղել, ինչը նշանակում, որ մեր բիզնեսը սկսել է մի քիչ ավելի շատ շահույթ գեներացնել ու ավելի շատ շահութ հարկ վճարել։ Շահութ հարկը իհարկե ունի սպეციფիկա, քանի որ այս տարվա շահույթ հարկը դեռ կվճարվի 26 թվականին, բայց այնուամենայնիվ եթե համարենք, որ իրանք կանխավճարն են անում բան, շահութ հարկի աճ ունենք, ինչը իրականում լավ է, նշանակում է բիզնեսների շահույթը մեծացել է։ Երկրորդը դա եկամտային հարկն է, այսինքն մարդիկ ստացել են աշխատավարձ, ու այդ աշխատավարձից վճարել են 20% եկամտային հարկը, ուստեղ նորից ունենք աճ, նախորդ տարի ընդհանուր կառուցվածքի մեջ 18.5% եղել, հիմա դառել է 18.9, գրեթե 19%, եւ բարձրացակ մեծությամբ է մեծացել եւ պրոպորցիայի մեջ էլ է մեծացել եկամտային հարկը, այսինքն կարանք ենթադրենք, որ նաեւ աշխատավարձերն են աճա, որտեղ եկամտային հարկը իհարկե մենակ աշխատավարձից չի, բայց մեծամասամբ աշխատավարձն է։ Աշխատավարձն էլ գիտենք, որ աճել է։ Ավելացված արժեքի հարկ նախորդ տարի եղել է 41.5%, հիմա 42%, այդ ինչա նշանակում, մենք խանութում ինչ որ չգիտեմ, նույնիսկ երբ որ տունը հոսանք ենք սպառում, ըստ էության դրա համար վճարում ենք ավելացված արժեքի հարկ, ու ավելացված արժեքի հարկը ըստ էության ցույց է տալիս, թե ընդհանուր շրջանառությունը ինչքան է մեծացել, այդտեղ ունենք բացարձակ թվով աճ, ու նաև ունենք կառուցվածքի մեջ աճ, օրինակ 735 միլիարդը դառել է 824 միլիարդ, շոշափելի աճ ունենք։ Եվ ակցիզային հարկը նույնպես բացարձակ թվով մեծացել է, բայց կառուցվածքով փոքրացել է, ինչը իրականում ուրախացնում է։ Գիտեք, ակցիզային հարկ հիմնական վճարում ենք բենզին գնելիս, վճարում ենք ծխախոտ, ալկոհոլ գնելիս, ու կար ակցիզային հարկի նկատմամբ բան, ոնց որ աճող տոկոսներ, նախորդ տարի դա կազմել է 143 միլիարդ, հիմա 161, բայց կառուցվածքի մեջ 0.1%-ով ակցիզային հարկը նվազել է։ Ու այլ հարկային վճարումները, որը նույնպես նախորդ տարի ավելի շատ եղել, քան այս տարի, նախորդ տարի 310 միլիարդի դիմաց հիմա գալիս ենք 294 միլիարդ, ու նախորդ տարի ընդհանուր հարկերի մեջ դա կազմում էր 17.5%, այս տարի 15% է կազմում, ի հաշիվ նրա, որ ավելացել է շահութ հարկը ու եկամտային հարկը, մեկ է մի քիչ ավելացված արժեքի հարկը։ Այս sense կառուցվածքային։ Իսկ մի փոքր գնանք հասկանանք ինչպիսի փոփոխություններ կա հենց հարկատուների մասով, օրինակ առաջին տասնյակում բավականին փոփոխություններ կային,
ամենախոշոր հարկ վճարողը ամենախոշոր հարկ վճարողը չի, խոսքը Զանգեզուրի բրոնզամոլիբդենային կոմբինատի մասին է, շուրջ 2 անգամ պակասել են իրենց վճարած հարկերը, բայց միևնույն ժամանակ օրինակ 1000-րդ խոշոր հարկատուն այս տարի ավելի շատ հարկ է վճարել, քան անցած տարի, ու այդ շեմը բավականին բարձրացել է 1000-ի։ Ստա մի հատ կարևոր բան կա, որ առաջի 10-ը ավելի քիչ հարկ են վճարել այս տարի, քան նախորդ տարի, ինչը Զանգեզուրի բրոնզամոլիբդենային կոմբինատի բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ վերջի 100-ը ավելի շատ են հարկ վճարել, քան նախորդ տարվա վերջի 100-ը, ինչը նորից ուրախացնում է, ու տենց կարանք բան անենք, մի հատ եզրակացություն անենք, որ ընդհանուր աճի մեջ միջին խոշորները ավելի մեծ ազդեցություն ունեցել, ինչը իրականում լավ է, որոշակի դիվերսիֆիկացիայի նշումներ կան։ Նաև առաջին տասնյակը շատ ավելի բազմազան է դարձել, քան նախկինում էր, հիմա այստեղ տարօրինակ է, որ հեռահաղորդակցության ընկերություն չկա առաջին տասնյակում, նրանք բոլորը դուրս են մնացել, բայց օրինակ բանկերից 2-ն են այստեղ, սովորության համաձայն ծխախոտ արտադրող ընկերություններից 2-ն են այստեղ, բենզինի շուկայի մասնակիցներից 1-ն է մնացել, այսպես սուր բացահայտումը իհարկե Mobile Center Art-ն է, մենք How-to-be-ում այս post-ը, որ ունենք 10 խոշոր հարկատուների, մարդիկ ասում են սուտ է ուղղակի, չեն հավատում, թե ինչպես կարող է, ասենք, Mobile Center-ը ավելի շատ հարկ վճարել, քան կոմբինատը, կարող ես բացատրել։ Դա հիմնական բանը դերը իհարկե ավելացված արժեքի հարկն է, այսինքն իրանք պատկերացրել, որ ամեն վաճառած օրինակ 1.200.000 դրամի հեռախոսից 200.000 դրամ վճարում են ավելացված արժեքի հարկ, հետևաբար ամբողջ շրջանառության 20% մենակ ավելացված արժեքի հարկ են վճարում, ինչը էական է, այդ մեկ, իսկ օրինակ պղինձանամոլիբդենը հակառակ է, ինքը արտահանում է և ավելացված արժեքի հարկ չի վճարում, բայց ինքն է վճարում օրինակ ռոյալթիներ, ու հենց ռոյալթիներն է, որ պղինձանամոլիբդենին այս տարի իջացրել է ներքև, ինչի համար, որտեղ նախորդ տարի ավելի շատ է վճարվել, հետո տեղի է ունեցել վերահաշվարկ, ստացվել է, որ իրանք ունեն մեծ կանխավճար, դրա հաշվին այս տարի վճարումները քիչ է կատարվել։ Եվ իհարկե կարևոր է ասել, որ Mobile Center-ը ապահովում է դեպի Ռուսաստան այդ գադջետների շատ լուրջ հոսք, ու դրա հաշվին էլ ձևավորվում է այս թվերը։ Եվ նաև Digitane ու Soft Construct-ն են հայտնվել տասնյակում, իրենք միշտ այսպես 20-յակի շրջաններում են խաղում, հիմա արդեն տասնյակում են, նրանք խաղային ոլորտի ծրագրային ապահովում, ինչպես նաև խաղադրույքների ոլորտի ընկերություններ են։ Ահագին հետաքրքիր խառը բան է, այսպես փունջ է։ Առաջարկում եմ մի հատ ընկերությունների մասնավոր թողնենք, տենց մի հատ ոլորտային նայենք, թե տնտեսությունում ինչ է կատարվում մեր 1000 խոշորի մեջ։ Երևի առանձնացնենք top 5 ոլորտները, որոնք ըստ էության տոկոսային առումով ասեմ, քանի տոկոսն 76%-ը top 5 ոլորտներն են վճարի հարկերի, եւ այսպես առաջ տեղը բնականաբար առևտուրն է, եւ առևտրի մասնաբաժինը այս տարի վճարած հարկերի մեջ 38% է կազմել, նախորդ տարի օրինակ 39 ա եղել, դրա նախորդող տարին 42.9, տեսակարկշիռը իջնում է, ինչը երևի թե լավ է, այսինքն նշանակում է մեր մյուս ոլորտներում աճ ունենք, ու հեսա կնայենք, թե որ ոլորտներն են ամենաշատը աճը։ Երկրորդ ոլորտը դա մշակվող արդյունաբերությունն է, որը ըստ էության նախորդ տարի 15.4% էր կառուցվածքի, հիմա 15.3, կարելի ասել հարաբերակցության առումով տենց մեծ փոփոխություն չկա, բայց բացարձակ վճարած հարկով 273 միլիարդ անցած տարի էր, 298 միլիարդ այս տարի, հաշվի առնենք, որ աճը կազմել է մոտավորապես 9%, ինչը ահագին է, քիչ չի։ Երրորդ ոլորտը երևի ամենամեծ աճ արձանագրած ոլորտներից մեկն է, կարող ես գուշակես որն է։ Բանկայինը։ Բանկայինն է ու նախորդ տարվա վրա 30% ավել հարկ են վճարել ու կառուցվածքում եթե անցած տարի կլոր 9% էր, այս տարի արդեն 16, այսինքն 1.6%-ով կառուցվածքի մեջ առաջ են գնացել։
Իդեպ բանկային ենք ասում, բայց դա ֆինանսական ծառայություններ եւ ապահովագրություն, այնտեղ ես տեսնում եմ նաեւ ներդրումային ընկերություններն են լավ աճ գրանցել։ Ունեցել ենք աճ այս ոլորտում ու ինչն է հետաքրքիր, նախորդ տարի երբ մենք ամփոփում ենք 1000 խոշոր հարկատուներին, մի հատ հետաքրքիր բան ենք նկատել, որ մենք անընդհատ խոսում ենք ֆինանսական համակարգի մասին, ընդ որում երբ որ ասում ենք ֆինանսական համակարգ, ոնց որ ասացիր, դա ապահովագրություն, բանկեր, վարկային կազմակերպություններ, բրոքերային եւ այլ ֆինանսական ծառայություններ մատուցողներն են, այսինքն դա մի ոլորտ չի, հա, ըստեյության մի հատ գիգանտ ոլորտ է, առօրյայում մենք անընդհատ զգում ենք իրանց ներկայությունը մեր կյանքում, բայց այդ ոլորտի վճարած հարկերը ու ՏՏ, հա, տեղեկատվական տեխնոլոգիաները, այդտեղ էլ մեր օպերատորները եւ ՏՏ ընկերություններն են, շատ մոտ էին իրար, այսինքն 159 միլիարդ վճարել էր բանկային համակարգը, ֆինանսական համակարգը եւ 134 միլիարդ տեղեկատվական տեխնոլոգիաներն ու մենք քննարկում ենք արդյոք կա պոտենցիալ գալ անցնել, հա, ոնց որ ֆինանսական, որտեղ բոլորի ուշադրությունը ֆիքսված է, հատկապես բոլորս հասկանում ենք վարկերի տոկոսներ վճարելու եւ այլն բանկային ոլորտի վրա, ու մտածում ենք իսկ բայց ՏՏ-ն փաստորեն այդքան մեծ դեր ունի մեր վճարված հարկերի մեջ, որը կարծես թե ավելի աննկատ է լինում։ Այս տարի մի քիչ ՏՏ-ն նահանջել է, թեպետ բացարձակ թվով 134 միլիարդ անցած տարի էր, այս տարի 137 միլիարդ է, բայց տեմպից ընկել է եւ կառուցվածքի մեջ առաջ 7.6% ուներ, հիմա դարել է 7.1%։ Ինչն է հետաքրքիր, հավանաբար ստեղ ազդեցություն է ունեցել մի քանի գործոն, մեկը հենա, որ մենք մի քանի էպիզոդում խոսացել ենք, որ ԲՏԱ ոլորտը ունեցել է աջակցություն ու հենց նախորդ տարվա շահութ հարկը ըստ էության շատերը կեսն են վճարել, որտեղ եղել է արտոնություն, որ կարող են աշխատողների աշխատավարձի 200%-ի չափով հավելյալ նվազեցում անեն ու հետագայում ավելի խորը կվերլուծենք այդ հանգամանքը, բայց հավանաբար է եւ մյուսը R&D-ի հետ կապված, որ աշխատողների աշխատավարձերը 10%-ով հարկելու, թեպետ այդտեղ իրականը իր էֆեկտը ոնց որ անցած տարվա վերջին նոր եղավ, որտեղ հիմնական առաջի այդ արտոնագրերը իրանք ստացան հոկտեմբերին, բայց այնուամենայնիվ երևի որոշակի նաև այդ արտոնություններն են իրանց ազդեցությունը ունեցել։ Եվ հաջորդը դա հանքարդյունաբերությունն է, որը նախորդ տարի եղել է 7.5% կառուցվածքի մեջ, հիմա իջել է 5.5%, տեսնես որ ընկերության պատճառով, եւ նաեւ այստեղ այն եզակի դեպքն է, որ նաեւ բացարձակ թվով վճարված հարկով ունենք նվազեցում, եթե նախորդ տարի հանքարդյունաբերությունը 133 միլիարդ էր վճարել, այս տարի վճարել է 107 միլիարդ։ Մի հատիկ փոքր բան է ասեմ, հետաքրքիր, որ ամենամեծ աճերից մեկը վճարված հարկերի տենց տոկոսային առումով արձանագրել է անշարժ գույքի հետ կապված ծառայություններ մատուցման ոլորտը, նախորդ տարի 9 միլիարդի փոխարեն այս տարի վճարել են 14 միլիարդ, ինչը 45% աճ է եղել, տենց որպես հետաքրքիր insight։ Դե բնականաբար այս 1000 խոշոր հարկատուների ճնշող մեծամասնությունը կենտրոնացած է Երևանում, հետաքրքիր է նախորդ տարվա համեմատ ինչ-որ փոփոխություն կա, մարզերում որոշակի ակտիվություն նկատվում է, թե չէ։ Նախորդ տարի 1000-ից 825 եղել են Երևանից, հիմա եւս երկու ընկերություն ավելացել, դարել է 827, Կոտայքում 52-ի տեղը դարել է 51, Արմավիրում 22-ի տեղը եւս երկու ընկերություն ավելացել է, դարել է 24, Արարատում ստաբիլ 23 է, ոնց է բանը, չէ, եղանակի տեսություն ունի։ Լորիում 16 ընկերությունների փոխարեն հիմա 19 են դարել, Շիրակի մարզում 17-ի փոխարեն 13, ընդ որում հետարքի մի հատ բան ասեմ, էլի, ուրեմն Շիրակում 22-ին եղել է 18, հետո դարել է 25, 17, 13, այս աճում նորից նվազեցումը ես հավանաբար կպայմանավորվեմ այդ ավտոմեքենաներ ներմուծելու ոլորտը, որ մի պահ շատ ակտիվացավ, ներմուծում արտանում են, հետո խնդիրներ ունեցան այդ ընկերությունները ԱՂ-ի վերադարձի հետ կապված, ենթադրում եմ այդ ընկերություններով պայմանավորված, եթե չեմ սխալվում, անցած տարի որ նայում ենք, հենց բավականին շատ ընկերությունների մեջ car, ավտո, բան այդ անունները կար, որոնք որ կային ու չկային, ամեն դեպքում չոր նավահանգիստը դեռ 1000 խոշոր հարկատուներում իր էֆեկտը այդքանը ցույց չի տալիս։ Արագածոտնում նորից 9 ընկերություն ա եղել, մնացել է 9, Գեղարքունիքում 7-ի փոխարեն դարել է 6,
Տավուշում 3-ի տեղ ավելացել եմ եւս մեկ ընկերություն դարել է 4 եւ Վայոց ձորում կայուն 4 ընկերություններ են։ Բայց ասենք սարսափելի է էլի ամբողջ Տավուշի մարզում փաստորեն ընդամենը 4 ընկերություն կա, որը վճարել է, ասենք 360 միլիոն է, չէ՞ շեմը։ Դրանից ավել հարկ։ Բայց երբ որ թվերով ենք նայում, նախորդ տարի Տավուշում գործող 1000 խոշորի մեջ մտող ընկերությունները վճարել են 1.425 միլիոն, այս տարի վճարել են 2.327 միլիոն։ Այստեղ էական աճ ունենք, բացարձակ թվով։ Միևնույն ժամանակ, որ Երևանում գտնվող ընկերությունները շատացել է նաև նրանց վճարած հարկերը։ Նախորդ տարի իրանք վճարել են 1.450 միլիարդը, հիմա վճարել են 1.640 միլիարդը, ինչը ընդհանուր 1000 խոշորի մեջ 84.3%-ն է կազմում։ Այսինքն մարզային բաշխվածությունը ոչ մի տենց պոզիտիվ բան չեն կարող արձանագրենք, տնտեսության կենտրոնացվածությունը մնում է ու տենց ինչ-որ տեսանել է ապագայում չեմ կարծում որ ինչ-որ էական բան փոխվի, չնայած եթե Հրազդանում բացվի մեր սիրած Կոտայի քառանց հետը բարձր է։ Բայց այլևս չնայած դա կարող մտնի բան չէ, ինքը երևի կմտնի թիմ գրուպի մեջ, էլի կհամարենք, որ Երևանը առանձին ընկերություն է, հա։ Եվ նաև չմոռանանք, որ կգրանցվի երևի շուտով TRIP ընկերությունը, դա Սյունիքում կգրանցվի, տենց պետք է որ շատ հարկ վճարեն։ Տեսնենք։ Երկու առնվազն հետաքրքիր մարզերում նախագծեր, որոնց մասին այս նախորդ տարի խոսում ենք, ունեն պոտենցիալ հայտնվելու 1000 խոշոր հարկատուների մեջ։ Դե ստիպված են։ Հետաքրքիր է նաև ընկերությունների քանակը, հա, ըստ ոլորտների, օրինակ, որ ոլորտներում է ոչ թե վճարած հարկերի քանակը մեծ, այլ ընկերությունների քանակը շատ։ Նայ, բնականաբար առաջինը նորից առևտուրն է, ու այս տարի 1380-ը զբաղվում են առևտրով, ընդ որում ստեղ հետաքրքիր է նախորդ տարի եղել է 393, այս տարի դարել է 380, այսինքն 13 ընկերություն դուրս են մնացել։ Ու ուրախացնող բան, որ մշակող արդյունաբերությունը 138-ից դարել է 142, այսինքն 4 մշակող արդյունաբերության գործունեություն ծավալող ընկերություններ ավելացել են։ Բնականաբար շատ կտրուկ ավելացում է եղել շինարարության ոլորտի ընկերությունների մեջ եւ 85-ից դարել է 102։ Հետաքրքիր է, որ տեղեկատվություն եւ կապ դասակարգչով աշխատող ընկերությունների քանակն է նվազել 97-ից նվազել է, դարձել է 87 ու շատ ՏՏ ընկերություններ, որոնք տենց այդ սահմանաչափին մոտ են, հավանաբար նաև արտոնությունների շնորհիվ չեն ընդգրկվել 1000 խոշորի մեջ, 10 ընկերություն նախորդ տարի եղել է, այս տարի չկա 1000 խոշորի մեջ։ Ֆինանսաբանկայնում 46 նախորդ տարի էր եւ 47 այս տարի, երկու ընկերություն կա, որ նախորդ տարի եղել է ցուցակում, հիմա չկա եւ 3 ընկերություն ավելացել է, որոնք որ նախորդ տարի չկային։ Բանկերը ոնց կային, իրանք կան, հա։ Օրինակ կենտրոնական դեպոզիտարիատն է, որ նախորդ տարի կար, այս տարի չկա 1000-ի մեջ, այդ տենց նկատել եմ, ու 2-3 բրոկերային ու միջնորդական ծառայություններ մատուցող ընկերություններն են ավելացել։ Մնացած ոլորտում տենց էական փոփոխություններ չկա, գրեթե տենց ընկերությունների քանակը մնացել է տեղում, տենց ինչ որ էական առանձնահատկություն չկա, ոնց որ մեծ ոլորտները սրանք են, որտեղ նաև որոշակի տեղաշարժեր կար։ Այս էլ կառուցվածքը ընկերության քանակները մեր 1000 խոշորի մեջ։ Ես մի հատ կուզեի նաև հասկանանք, թե այս թվերը մեզ ինչ է ասում։ Բեր ամփոփենք վերջի 4 տարում գլոբալ մեծ հարկային փոփոխություններ ու հասկանանք, թե այս 4 տարի անց ինչ որ արտացոլում կա այս 1000-ի մեջ, թե չէ։ Մոտ 5-6 տարի առաջ պետությունը իր հարկման լոգիկան փորձեց փոխել։ Ինչու՞ մեր բանը, նախկինում ինչ էր լինում, դու ընկերությունով աշխատում ես, ստանում ես շահույթ, այդ շահույթի 20%-ը վերցնում էր հարկ եւ աշխատավարձ էր ստանում, օրինակ հիմա 20% է եկամտային հարկ վերցնում, այն ժամանակ 23, որոշ դեպքերում 26% էր վերցնում, հետո իջեցրեցին 20։ Այսինքն պետությունն ասում է, որ դու գումար ես աշխատում, ես ոչ թե քեզ այդ պայն եմ ուզում շատ հարկեմ,
այլ հետո երբ որ այդ գումարը կծախսես, այդ ժամանակ նոր, որովհետև կախված թե դու ոնց ես այդ գումարը տնօրինում։ Ու այդ նույն լոգիկայի մեջ հիմնավորվեց գույքահարկի թանկացումը, ասես որ դու գումարը աշխատում տուն ես գնում կամ կառուցում ինչ-որ շքեղ բան գույք ունես, ոնց որ ես այդ գույք ունենալու այդ իրավունքն եմ բանանում, հարկում ավելի բարձր։ Իրա լոգիկան է նա, որ ոչ թե եկամուտը հարկում են ծագման պահին, այլ սպառումն են հարկում։ Դրա էֆեկտը նա, որ շահութ հարկը մի պահ սկսեց ավելի քիչ վճարվել, որտեղ ըստ էության 10% նվազեց, 20%-ից դառավ 18%։ Այդ որոշումը միանշանակ չընդունվեց մասնագիտական հանրության կողմից, որովհետև ըստ էության ոչ մի բիզնես չէր բողոքվում այդ շահութ հարկից, ու մի քիչ տարօրինակ էր, որ բիզնեսը ինչ-որ մի բան հետ օքեյ էր ու դա լավարկեցին, էլի։ Եկամտային հարկի հետ կապված է, թե հիշում ես բան կար, որ դա հիմնականում յոքուտ էր հարուստ ՏՏ մասնագետների ու բանկերում բարձր բոնուսներ ստացողների համար, ու միևնույն ժամանակ բերում էին օրինակ, որ կենտրոնում տատիկը հələ դեռ սովետի ժամանակվանից ունի տուն ստացած, ժառանգած կամ չգիտեմ պետությունից ստացած, նախկինում գրեթե գույքարկ չէր վճարում, հիմա պետքա միլիոններով գույքարկ վճարի, բայց այդ լոգիկան փոխվեց ու գաղափարը նրանում էր կայանում, որ բիզնեսի շահութաբերությունը մեծանա, իրանք դառնան ավելի մրցունակ, կարողանան ավելի շատ ապրանքներ արտանել, հա, որովհետև երբ որ դու ապրանք ես արտանում, գումար ես աշխատում, դրանից մի քիչ ավելի քիչ հարկ վճարելը նշանակում է դու կաս մի քիչ ավելի զեղչանես նույն շահույթը ունենալու փաստացի եւ այլն։ Դեռ շատ դժվար է ասել էֆեկտը կա թե չէ, բայց այնուամենայնիվ եւ եկամտային հարկը եւ շահութը հարկը մեծացել են ու իրանց կշիռը շատացել է, ինչը նշանակում է հարկման բազան մեծացել է, այսինքն շահույթներն են մեծացել եւ հարկվող աշխատավարձերի քանակն ու չափն է մեծացել։ Գույքարկը դե քանի որ հարկայինի տիրույթում չի դա վճարում են համայնքապետարաններ, դեռ չունենք տվյալներ, տենց որ կարողանանք համադրենք, հասկանանք ընդեղ ինչա տեղի ունենում, բայց փիլիսոփայությունը հարկային է դա ու շատերը չեն հասկանում, որ դա չի եղել միակողմանի, այսինքն ուղղակի գույքարկը մեծացել է, դա տենց կոմպլեքս գործողությունների քայլ էր, որ միտեղ երբ որ դու աշխատավարձ ստանում քեզ այդ 3-4% ավելի քիչ են հարկում, բայց տարվա վերջում դու գույքարկ վճարելուց ավելի շատ ես վճարում ու պետք է նաև դրանք համադրել, հասկանալ, թե արդյունքում ինչ տեղի ունեցավ։ Անցնենք մեր մյուս թեմային, ուրեմն կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանի բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկերի վիճակագրությունը ու նախ որ Հայաստանում տրված վարկերի քանակը վերջին 4 տարում կրկնապատկվել է, այս պահին դա հասնում է 7.8 տրիլիոն դրամի, որը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը մոտ 70% է, իրականում թիվը մեծ է հնչում, բայց եթե մեր նման երկրները զարգացող վերցնենք, ինչ-որ սարսափելի բան չկա այդտեղ, զարգացած երկրներում նույնիսկ լինում է, որ ՀՆԱ-ին գերազանցում է այս թիվը, նույնիսկ անգամներ, բայց այն որ 2021 թվականին դա ասենք 4 տրիլիոնից էլ քիչ էր ու միանգամից այսքան աճ, առաջին տպավորիչ բանը դա է։ Այդ ոնց որ գերվարկավորման բան կա, ռիսկ կա, տենց, բայց ինձ թվում է հիմնականը դա հիպոթեկային վարկերն են, որոնք ամեն դեպքում այդքան շատ ռիսկային չեն ֆինանսա-բանկային համակարգի համար, որտեղ տենց կա նյութական գրավ ու մի հատ բան ասեմ, ես բայց վերջին ամենամեծ ճգնաժամը դրանից չի եղել։ Ճիշտ ես ասում։ Մեկ է մի բան է, որ մեր բանկերը, եթե նկատել ես, իրանք սովորաբար բան են անում, էլ այնօր գեր ապահովագրում են իրանց վարկերը, այնօր տենց, չգիտեմ, գրավով, երաշխիքներով եւ այլն եւ այլն։ Ոչ միայն մեր բանկերը, այլ նաեւ մեր կենտրոնական բանկը եւ մեր կառավարությունը, որը անցած տարի որոշում կայացրեց, չէ, նոր ծրագիր սկսվեց անհուսալի վարկերն էլ հետ բերելու համար։ Ամեն դեպքում բանը այդ առումով թվում է թե վախենալու է, բայց ինձ թվում է նորմալ է ու իրականում շատ մարդ վարկերի նկատմամբ ունի վատ ասոցիացիա, բայց
վարկը դա եթե դու կարող ես փողը ճիշտ օգտագործես ու ավելի մեծ արժեք ստեղծես, քան իր տոկոսն է, այսինքն դու ուրիշի փողով հավելյալ քեզ համար արժեք ես ստեղծում, այդ կարողությունն է, որ երբ որ ունես բարձր ֆինանսական գրագիտություն, կարողանում ես ճիշտ հաշվարկ անես, կանխատեսումներ անես, այդ դեպքում քո ունեցած $1000-ից եթե կարող ես ստեղծես 1100, ապա ուրիշի 1000-ից է թեկուզ ստեղծես էլի 100 եւ այդ 100-ից 50-10%, բայց հավելյալ 50 ես ունենում, ու տենց կարող ես անսահման շատացնես, հա, դա այդ կարողությունն է։ Ամեն դեպքում այս պահին Հայաստանում վարկերի ծավալը իր պատմական առավելագույնին է հասել, այսքան վարկ երբեք չի եղել, եւ հետաքրքիր է այստեղ ոլորտային բաշխվածությունը, ինչ կանխատեսում ունես, օրինակ ամենաշատ որ վարկերն են։ Հիպոթեքը երկրորդ տեղում է։ Լուրջ։ Ամենաշատը բիզնես վարկերն, սպառողական վարկերն են։ Ուրեմն սպառողական վարկերը վերջին 3 տարում կրկնապատկվել են։ Դրանց ծավալը այս պահին կազմում է 1.8 տրիլիոն դրամ։ Եվ երկրորդը այո, հիպոթեկային վարկերն են 1.66 տրիլիոն դրամ։ Ինչքան էլ որ տեսնում ենք այդ հիպոթեկը քիչ շատից, այսպես մեր աչքի առաջ շենքերի տեսքով տեսանելի բարձրանում է, բայց պարզվում է սպառողական վարկերը էլ ավելի մեծ թափով։ Այդ հիմնականում ինչ-որ վարկային գծեր, հա, տենց բանը հիմնական դրանք են շատ ու նաև փոքր վարկերը, բայց այդ լիմիտները որ տալիս են վարկային, հավանաբար դրանք էլ են ներառվում։ Հնարավոր է ներառվում են, բայց ինչ է ստացվում, որ երկու ամենամեծ կտորները, ընդ որում էականորեն մեծ, դա սպառմանը ուղղված վարկերն են, հա, իրենք բիզնես տրամաբանության վարկեր չեն։ Հետաքրքիր հարց կա, այսինքն մեր բնակչությունը ունի այնքան սպառողական վարկ, ինչքան որ առաջի 1000 խոշոր հարկատուները տարվա ընթացքում հարկ են վճարել։ Շատ մոտ թիվ է, էլի։ Տրիլիոն 8, տրիլիոն 9։ Դրանից հետո նոր գալիս է շինարարության ոլորտը, որը 859 միլիարդ տրիլիոն չի էլ հասնում, հետո սպասարկման ոլորտ, հետո առևտուր, արդյունաբերություն, ֆինանսական գործունեություն, գյուղատնտեսություն եւ վերջինը տրանսպորտ եւ կապ։ Գյուղատնտեսությունը 404 միլիարդ դրամ, հա, ոնց որ։ Ահա այսպիսի պատկեր, իրականում ամենահետաքրքիրը այստեղ սպառողականի այդպես թռիչքային աճն է, չնայած հիպոթեկն էլ է վերջին 3 տարում էլի կրկնապատկվել, բայց այստեղ ավելի հասկանալի է պետական ծրագրի ազդեցության տակ, հա, ինքը վերջին ինչն է սարսափելին, որ սովորաբար բոլոր վարկերի մեջ ամենաթանկը լինում է սպառողական վարկերը, ու նշանակում է, որ մեր վարկային պորտֆելի մեջ տենց ամենաթանկ վարկը ամենաշատն է, ուտեղ հարց առաջանում ֆինանսական գրագիտություն կա, թե չկա այդ որոշումներ, որովհետև ես հակված եմ, որ սպառողական վարկերի մի մասը իրանք վերցվել են ամեն դեպքում բան անելու համար, բիզնեսը զարգացնելու համար կամ գյուղատնտեսական ինչ որ գործունեություն ծավալելու, բայց չունենալով բավարար ֆինանսական գրագիտություն ու նաև ծանոթ լինելով պատշաճ ոնց որ վարկային պրոդուկտներին, շատ հաճախ ինչ որ կարճաժամկետ կարիք է լինում, մարդիկ գնում են տենց ամենաարագ լուծմանը, բայց որը իրականում ամենաթանկն է, ու հենց այդտեղ է խնդիրը, որ դու երբ որ վերցնում ես վարկ փոքր շահութաբերություն ունեցող բիզնեսում մի բան են չի գնում, հետեւաբար այդ վարկը դառնում է խնդրեմ, հա, ֆինանսական բեռ։ Իսկ երբ որ դու կարողանում ես հստակ հաշվարկ անես եւ նաեւ քո ֆինանսական պարտներին ներկայացնես իր կարծիքները, կոպիտ ասած իր հաստատումներ լինի, հա, համաձայնություն, որ այդ ամեն ինչը խելամիտ է, նախ կարողանում ես կողքից ոնց որ կարծիք ունենաս, թե ինչքանով է իրատեսական քո բիզնես պլանը, եւ երկրորդը ավելի էժան վարկ վերցնես, ինչը տենց ոնց որ բան է, ներգրաված միջոցներ, օրինակ 5-6-7% տարեկան, երբ որ դու ավելի էժան վարկ ես վերցնում, ինքը էական էֆեկտ է տալիս։ Ես կուզենայի կիսեի քո այդ լավատեսությունը, որ սպառողականի մի մասը բիզնես նպատակով է, ամեն դեպքում ստացվում է մեր վարկերի, այսինքն մոտավորապես 40%-ը ինքը սպառմանը ուղղված վարկեր են եւ 60%-ն է որ գործունեության համար։
Հա, բայց ել եմ կրկնում էլ իրանք շատ դեպքերում ոնց որ ինչ են մարդիկ վերցնում սպառողական, որտեղ դա ամենաարագն է կամ օրինակ վարկային գիծ ունեն, որը ենթադրում է սպառողականի տակ է դասակարգվում։ Բիզնեսին պետքա քարտից հանում է, օգտագործում է այդ գումարը, այնինչ կարա օրինակ բիզնես վարկ ձևակերպել։ Եվ մեր երրորդ թեման, որը վերջին օրերին մամուլում շատ բուռն արձագանք է գտել ու լիքը կոմենտներ է հավաքել, դա հեռահաղորդակցության, այսինքն բջջային օպերատորների եւ վճարահաշվարկային ընկերությունների ամուսնալուծությունն է։ Այո, որը որ այսպես վերջին օրերին նաև փոխադարձ հայտարարություններ հնչեցին, նախ եղավ առաջին հայտարարությունները, որ այլևս Vivatel-ի, Team Telecom-ի, Ucom-ի ծառայություններից օգտվելու համար չեք կարող վճարել վճարահաշվարկային այդ համակարգերով EasyPay, Telcel, FastShift եւ iDram։ Բոլորի անունները տվեցի։ Սկզբից այսպես մի փոքր փոթորիկ էր ու կարծես թե երևի դեռ ֆոնային ինչ-որ բանակցություններ էին գնում, բայց 2 օր անց արդեն բաները հայտարարեցին, վճարահաշվարկայինները, չէ՞, հայտարարեցին։ Սկզբից վճարահաշվարկայինները հայտարարեցին, որ ֆինանսական ծառայությունները թանկանում են, մենք այլևս չենք կարող նույն պայմաններով կատարել այդ վճարումները, հետո էլ հեռահաղորդակցության ընկերությունները առանձին հայտարարություններ տարածեցին, որ ինչու եք դուք կոմունալ ծառայությունների վճարները ընդունում մի պայմաններով, իսկ մեր վճարները ընդունում այլ պայմաններով, այսինքն հիմա առաջադրում այլ պայմաններ ու այս պայն հələ որ օդի մեջ է հարցը։ Ինձ դուր եկավ այս խառնաշփոթի մեջ բանկերից մեկի անունը չտամ, մեսեջը, որ հենց այդ բան notification եկավ Apple-ում, որ անկախ նրանից թե որ օպերատորը դեք աշխատում, միշտ մեր մոտով կարող եք այդ վճարումը կատարել։ Այսինքն դա բանա, այդ իրավիճակը ճիշտ օգտագործելու ու ճիշտ մեսեջը ներկայացնելու բաներ էլի, այտենց լավ առիթ էր։ Նույն ձև, երբ որ առաջին ադրբեջանական բենզինը եկավ, բենզալցակայաններից մեկը գովազդ էր դրել, որ մեզ մոտ միայն եվրոպական բենզին է, տեսել ես։ Այո։ Ինչևէ, հետո մյուսները սկսեցին ուրիշ բան գովազդել ու Միչայլոց ասել որ մենք բան ենք անում, Եվրոպայից ենք ներկրում բենզինը, տենց Միչայլոց արդեն էլի շատ տենց ապաշքարա չէ։ Ինչևէ, ինձ բայց մի քիչ զարմանալի էր արձագանքի մասշտաբը մարդկանց կողմից, որովհետև ես չէի պատկերացնում, որ այդ աստիճան շատ են օգտվում հենց ես ոնց հասկանում եմ, խոսքը ոչ թե բջջային հավելվածների մասին է, այլ խոսքը հենց տերմինալներով վճարում անող բնակչության մասին է, հա, ինչը որ նաև ենթադրում է, որ ամեն դեպքում կանխիկի շարժը դեռ մեր մոտ շատ մեծ է, որովհետև հակառակ դեպքում այդպիսի բողոք չէր բարձրանա։ Ու հետաքրքիր է էլի, որովհետև ըստ էության այդ նշանակում է, որ մարդիկ հիմնականում տենց շատ փոքր գումարներով ու կանխիկ ինչ որ օրվա ընթացքում վաստակած տենց կարողանում են իրաց, չգիտեմ, կոմունալները վճարել կամ հեռախոսը լիցքավորել ու շատ մարդ կային որ տենց օրը 100 դրամ լիցքավորելով ինչ որ բան անում ու հետեւաբար կարելի է նաև հասկանալ միջնորդների բանը, որովհետև ամեն օր 100 դրամ ինկասացիա անելը դա այլ ծախս է, կոմունալները ամիսը մեկ անգամ, որտեղ դժվար թե կոմունալները ամեն օր վճարեն, հա, ու ավելի մեծ գումար են լինում, որտեղ բան օրինակ օպերատորների միջին փաթեթը ենթադրում եմ 1500-2000 դրամի կարգի է, եթե տենց վերցնենք, ոնց որ մի բանա դու մի տրանզակցիա սպասարկես, որի միջին չեկը 1500 դրամ է, ես վստահ եմ միջին չեկը շատ ավելի ցածր է, որտեղ այդ 100, 200, 300 դրամ լիցքավորողներ կա, եւ կոմունալները, որը տենց չգիտեմ, էլի միջին չեկը հաստատ 10000 դրամ եւ ավելա, հատկապես ձմեռային սեզոնին գազի, հոսանքի հետ կապված այդտեղ ոնց որ կա ֆինանսական բանականություն ու տրամաբանություն, հա, որովհետև մի բան է դու 100 դրամի համար մարդ ուղարկես, որ գնա ապարատից վերցնի, բերի մուտքանի բանկային հաշիվ, մեկ բան է, որ 10000 դրամի համար ուղարկես, դա տոկոսային առումով իրանք տարբեր են։ Հնարավոր է, բայց ամեն դեպքում ինձ համար մի փոքր անհասկանալի է վճարահաշվարկային ընկերությունների ապագան, որովհետև ինչքան բանկերի այսպես
Ինչքան գնա մոբայլի, հա, իրենց դերը դուրս կմղվի, որովհետև բանկային հավելվածով ամեն ինչ կարող ես անել, մեծ հաշվով հիմա ծառայությունների նույն շրջանակը բանկերի մեծ մասը ապահովում են։ Դե երբ որ ես հիշում եմ առաջի վճարահաշվարկայինները, հատկապես էփերը, որ դուրս եկան, ես չի հասկանում իրանց իմաստը, բայց դա հիշում 10 քանի տարի առաջ էր ու միջև այդ ես on-line վճարումներ անելու համար օգտագործում էի բանկար Arca Virtual Card կար, տենց լոգին էր լինում, կայքով գրուպայի սարքե վճարումներ անում, հետո ոնց որ պատրաստ կար ու ստեղծվեցին այդ էփերը ու չի հասկանում, թե ինչ ես պետք է Arca-ից դուրս գամ, միջև Arca-ն այդ փակեց այդ հնարավորությունը, ես տենց տեղափոխեցի ամբողջը բանկային իմ էփի մեջ ու տենց ոնց որ այն ժամանակ에 չենք հավատում, բայց անցել է 10-15 տարի, իրանք կան զարգանում են խոշոր հարկատուների մեջ են, միշտ ինձ թվում է կգտնեն ինչ-որ շուկաներ, որտեղ որ իրանք կարողանան մտնեն, դառնան ավելի բան, դե որոշ վճարային համակարգեր կպել են բանկերին, դարել են իրանց, չէ՞, մոբայլ էփերը ոնց որ ինձ թվում է իրանք գտնեն այդ հնարավորությունը ու չեմ բացառում որ որոշները կսկսեն դառնալ բանկեր ինձ օրինակ միշտ բան անում թե Հայաստանում ինչ չկա օրինակ Տինկոֆի Մարտի բանկի նման այսքան բանկ որը չունի մասնաճյուղ այսքան տենց լրիվ էլեկտրոնային բանկ է ինձ թվում է մեր վճարահաշվարկային կազմակերպություններն ու վճարման համակարգերը ունեն այդ պոտենցիալը դառնալու ու իրանց ֆոկուսը լինի հենց այդպես on-line ծառայությունների վրա զարգացնել, լավարկել ու երբ որ դու ֆոկուս ես լինում, մեկը ավելի մեծ առավելություն ես ունեմ, քան ավանդական բանկը, որը այդպես ինֆրաստրուկտուրայի խնդիր ունի, սփորթի ու ուրիշ մոտեցում ունի կառուցելու։ Ժամանակը ցույց կտա։ Կհետևենք նաև այս բաթլին, իսկ դուք հետևեք How to be YouTube-յան ալիքին, հաջորդ ֆինանսական բանականությունը կլինի շուտով։